մեր համատեղ արդյունքներից, այնուհետև մեր կատարած աշխատանքներից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկավճարողների հետ համագործակցությամբ ապահովել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որը նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից բյուջեով ավել է 13.4 միլիարդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից 7.4 միլիարդ դրամով, եթե խոսենք անցած տարվա նկատմամբ դինամիկայի մասին, ապա մոտ 14%-անոց աճ ունենք, ավել է հավաքագրվել անցած տարվա 9 ամիսներից 246 միլիարդ դրամ։ Ինչ է սա նշանակում եւ որքանով է արդյունավետ այս արդյունքը հարկավճարողների հետ համատեղ գրանցված, նշեմ, որ տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում ունենք, որը մեր տնտեսական գործոններին զուգահեռ եւ որի վրա մեր տնտեսական գործոններին զուգահեռ ծանրակշիռ ազդեցություն ունի վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից, ինչու եւ ինչպես։ Առիթ ունեցել եմ թվարկել դրանք ազգային ժողովի տարեկան հաղորդման ժամանակ, սակայն այս ասուլիսը օգտագործելով ավելի կոնկրետ կմանրամասնեմ այն գործոնները, որոնք ընկած են այս ցուցանիշների հիմքում։ Նախ ամենաառաջին կարևոր գործոնը, որովհետև մեր ամենօրյա ջանքերի ու բարեփոխումների առանցքում մարդակենտրոնությունն է, հիմնված եւ արդարության եւ հոգատարության վրա, որի հենքի վրա կառուցվում են նաև մեր հանրային խոսքը եւ շփումները հարկ վճարողների հետ։ Մյուս գործոնները վերաբերում են վարչարարությանը։ Նախ նշեմ, որ մեր բոլոր գործիքներով, ստուգման եւ ուսումնասիրության բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, բայց այստեղ էականը ոչ թե այդ թիվն է, այլ թե ինչ է տեղի ունենում դրա կառուցվածքում, եւ նշեմ, որ մենք բարելավում ենք վերլուծական գործիքների դերը, ինչը նշանակում է անշփում վարչարարություն հարկավճարողների հետ, այսպես օրինակ 9 ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկավճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է 57 միլիարդ դրամ գումար, որը շուրջ 9%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Մյուս գործոնների խումբը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, եւ այստեղ մի քանի ցուցանիշ եմ ուզում մեջբերեմ։ Նախ առաջինը հաշվարկային փաստաթղթերի հետ կապված վիճակագրությունը։ Հաշվարկային փաստերը ուղեկցված գործակների իրացման շրջանառությունը աճել է 15%-ով, իսկ դրանց դուրսգրման քանակը 17%-ով։ Մանրածախ առևտրի եւ ծառայությունների շրջանակներում անկանխիկ վճարումների քանակը աճել է 55%-ով, իսկ գումարը 32%-ով։ Չգրանցված աշխատողների հայտնաբերման ուղղված ստուգումներով արձանագրվել է շուրջ 2000 չգրանցված աշխատող, ինչը ավել է նախորդ տարվա նկատմամբ 28%-ով։ Մեզ երբեմն տարբեր դրվագներով մեղադրում են կոշտության մեջ։ Օբյեկտիվ կոշտությունը անխուսափելի է, որի մասին բազմիցս խոսել եմ։ Այնուամենայնիվ, ուզում եմ մի քանի կարևոր ցուցանիշ նշեմ, որպեսզի հասկանաք, թե մենք որքանով ենք բարձրացնում այդ որոշակիորեն կոշտ գործիքների արդյունավետությունը։ Նշեմ, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 25%-ով նվազել է անցած տարվա 9 ամիսների նկատմամբ, եւ դրանց թիրախայնությունը էապես բարձրացվել է։ Արդյունքում ուրեմն հայտնաբերվել է շուրջ 325 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, որը անցած տարվանից ավել է 97%-ով։ Եթե դա հարկերի վերածենք, թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավել է շուրջ 52%-ով։ Ինչպես է սա տեղի ունենում, որովհետև մենք կիրառում ենք նոր գործիքներ, մասնավորապես թվային հետախուզության գործիքներ, եւ դրա վառ օրինակներից մեկը վերջերս լսեցիք, մենք մի սերվեր էինք հայտնաբերել, որի արդյունքում նախնական հաշվարկներով շուրջ 34 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն է միայն դրանից հայտնաբերվել, եւ եթե փորձենք դա վերածել հարկի, 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, սա դեռ նախնական ուսումնասիրություններն են, դեռ շարունակվում են։ Բացի դա, նաեւ մենք ոլորտային